Ավագ դպրոցը ինչ է դարձել, ինքը սովորացնում է ինչպես չսիրել կրթությունը, ինչպես չսովորել, չէ՞։ Մինչդեռ ինքը պետք է գա բուհական համակարգը լրացնի եւ դարձնի մասնագետ։ Իսկ պետությունը ինչպես կարող է անել, օրինակ ունենալ ըստ մասնագիտական ուղղությունների անհրաժեշտ պատվերներ տված։ Թեկուզ ֆինանսավորի կոնկրետ բնակավարներ, որ օրինակ ինձ պետք են, ասենք, փականագործներ։ Վերջ, ես ֆինանսավորում եմ, դրա համար մենք նաև զարգացնելու ենք ոչ միայն բուհական համակարգը, նաև միջին մասնագիտական կրթությունը։ Շատ կարևոր է այդ vocational education-ը կոչվում, այսինքն մենք դա պետք է զարգացնենք, որ մեր հասարակությունում բոլորը լինեն պիտանի, թե չէ այնպես աստվածվել, մի պահ եկավ բոլորը բարձրագույն կրթություն էին գնում ստանում, չէ՞։ Դա չենք ասում վատ բան է, թող գնան բոլորը ստանան, բայց մենք հենց ունենք ուրիշ այլ մասնագիտություններ, որ մեր պետությունը կարիք ունի դրա։ Մենք համալսարանական կրթությունը ամբողջությամբ առաջարկելու ենք փոխել, որ մարդը երբ դպրոցը ավարտում է, գնում է բուհ, ինքը դառնա ինքնակայացած, ինքնակերտած, այսինքն անգլերեն ասած self-made։ Օրինակ ասենք, ինչպես է ամերիկյան բուհական համակարգում։ Երբ ուզում է աշակերտը ընդունվել որևէ բուհ եւ որևէ մասնագիտությամբ, ինքը ինչ է անում։ Ինքը նախապես գնում է այդ մասնագիտությունը նկատի ունենալով պրակտիկա է անցնում, internship-ը չէ կոչում անցնում։ Օրինակ ուզում է բժիշկ դառնալ, պետք է գնա ինչ-որ լաբորատորիա գտնի, այդ լաբորատորիայում պետք է պրակտիկա անցնի։ Եվ կամաց ինքը բերում է իրեն դարձնում է համալսարանի համար ընդունել, եւ համալսարանը ոչ թե քննություն է անում, ընդամենը 2 քննություն, ասենք ոչ մի չեն անում տարվա մեջ, պարապում են մենակ այդ մի քանի առարկան, ընտանի ծնողներ էլ կտան պարապելու հնարավորություն ունեն, այդ 2 առարկան քննությունը կտան, չի լինի, դե մյուս տարի էլ կփորձեք, տենց չպետք է լինի։ Կրթական համակարգը պետք է մարդուն պատրաստի բուհականի համար։